Խնդիրը լրիվ ուրիշ տեղ է։ Ցանկացած հայ, որ քնից առավոտ արտանում, իրանը պատկերացնում որպես վարշապետ, որպես նախարար, որպես ամենաիմաստունը։ Կա մի երևույթ, որ մարդու օրգանիզմում մի բան շարժվում, իմանում են, թե դա խելք է։ Ամեն մեկս պետք է զբաղվի մեր գործով։ Դուք եկել եք շրջան, լավ եք արել, Մարս, այստեղ գյուղատնտեսական ոլորտի թեմաներն են խեղդում մարդկանց։ Ավելի ճիշտ կլինի տվյալ տարածքի ազգաբնակչությունը ինչով զբաղվում, այդ թեմաները վերհանեք, որը մասնագիտացված է այդ երևույթի մեջ։ Մենք մսագործի տնակի առաջ ենք կանգնել, հարևաններում կան հողեր, որոնք չեն մշակվում, ժամանակին հազարավոր գլուխ խոշոր եղջերավոր ունեցեց գյուղը, ոչխարներ ունեցել, այս գյուղի վերջից մինչև այն սարի գագաթը աշնանը լուսկին տալուն վառում են։ Այդքան խոտ, այդքան անասնակեր, որը պետք է լինի կաթումից, բացակայում ավաղ չկա։ Այս թեմաները վերանեք, որ գյուղացին իր գործով զբաղվի, քաղաքացին իր գործով զբաղվի։ Կասարակ մի բան էլի, ես երկար ժամանակ աշխատել եմ այդ բնակավարում, կարող եմ հավաստի տվյալներ ասել ձեզ։ Եթե ժամանակին մի գյուղում սովորում էր դպրոցում 1000 աշակերտ, այսօր սովորում է 500 աշակերտ։ Եթե մի գյուղում կար առաջ 1000 կով խոշոր, այսօր կա 100 կով։ Եթե մի գյուղում կար մանր եղջերավոր անասուններ, այսքան։ Կամ դիցուկ մեր մարզի վարելահողերի ընդամենը 20%-ն է օգտագործվում, 80%-ը լքված է։ Իսկ այդ լքված վարելահողերը դեգրադացվում եւ իր բնույթը փոխում։ Հետո ախր քաղաքից ես այդ բնույթը կարող է շատ չըմբռնես։ Բանը նրանումն է, որ հողն էլ է ստերջանում։ Հողը պետք է բերիանա, պետք է հողին մշակես։ Մեր մեծերը առաջ հողին ծնող էին ասում։ Եզանը աղբեր էին ասում։ Այսօր դավաճանել է եւ եզաղբերը եւ ծնող հողը։ Քանի որ համապատասխան այդ մարդի ստամոքսը չի կերակրում, երեխեն սոված է մնում։ Բալես։ Դրան բան էլ այդ հողը լքված է։ Հողը ծնող է, ոնց են հողը լքում։